Ուրեմն մի հին անեկդոտ կա։ Մեկը կատաղած նստում է տաքսի եւ վարորդին ասում է՝ «Քշի Թուրքիա տես, ես հիմա դրանց ինչ եմ անելու»։ Վարորդը ասում է՝ «Եղբայր, բայց ինչ է եղել»։ Ասում ոնց ինչ է եղել։ Դրանք 1.5 միլիոն հայերի են կոտորել։ Վարորդը ասում է՝ ցավը տանեմ, բայց դա 100 տարի առաջ է եղել։ Ասում է՝ դե սերեք եմ իմացել։ Հիմա երբ լսում եմ մեր որոշ նորելուկ քաղաքական գործիչների, այս անեկդոտն եմ հիշում։ Ուրեմն ինչ է ստացվում։ Այս մարդիկ երկար տարիներ ապրել են Հայաստանում, աշխատել են Հայաստանում, բիզնես են արել Հայաստանում ու չեն նկատել, որ Հայաստանում կար խորացող աղքատություն, Հայաստանում կար խորացող գործազրկություն, Հայաստանում կար համատարած համակարգային կոռուպցիա, Հայաստանում կային արհեստական խոչընդոտներ բիզնեսի, մոնոպոլիաներ, եւ այսօր, երբ այդ խնդիրները ինտենսիվ լուծվում են, երբ այդ ուղղությամբ զգալի քայլեր են անում, հանկարծ որոշել են իրենց թանկարժեք մեքենաների պատուհանից գլուխները բարձրացնել, հանել դուրս եւ տեսնել այդ երևույթները, տեսնել հերիք չի լուծել այդ խնդիրները։ Ի դժբախտություն իրենց ասեմ, որ Հայաստանի ժողովուրդը ոչ տեսողության հետ խնդիր ունի, ոչ հիշողության հետ խնդիր ունի եւ իշխանով են այդ խոստումները անկեղծ, մարդիկ կգնահատեն։ Բայց ես անդրադառնամ հնչող մի քանի ձևակերպումների մասնագիտական եւ ինչպես խոստացել եմ, այդ փոքր բիզնեսին չհարկելու մասով շարունակեմ նախորդ տեսանյութս։ Ուրեմն երկու սուտ պնդում է հնչում։ Առաջին, կառավարությունը կրկնապատկել է փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը եւ երկրորդ, հազարավոր բիզնեսներ փակվում են եւ արտագաղթում են մարդիկ Հայաստանից։ Ուրեմն կառավարությունը դրույքաչափը 5-ից 10% է բարձրացել շրջանառության հարկի, բայց հնարավորություն է տվել տնտեսվարողներին իրենց ծախսերը ցույց տալ եւ հարկը ավելի քիչ վճարել, քան նախկինում էին վճարում։ Եվ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր տնտեսվարողները այդ փոփոխությունից հետո, օրինակ կոնկրետ շրջանառության ոլորտում փոքր բիզնեսի էֆեկտիվ դրույքաչափը եղել է 2.4%։ Ովքեր ավելի շատ են թափանցիկ աշխատել, այնքան ավելի քիչ են վճարել։ Այդ փոփոխությունը իր նպատակին հասել է եւ դրա նպատակը եղել է ստվերից դուրս գալը եւ ոչ թե ավել հարկել հավաքելը։ Իսկ ինչ վերաբերում է բիզնեսների փակվելուն եւ արտագաղթին, ասեմ, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2025 թվականին 2024 թվականի համեմատ գործող տնտեսվարողների թիվը ավելացել է մոտ 5000-ով, ավելի քան 5000-ով, այդ թվում եւ փոքր, եւ միջին, եւ մեծ, եւ նաեւ այլ հարկային տեղեկատվություններ է դա ապացուցում, եթե հարկ լինի, ես այդ տվյալները մանրամասն կներկայացնեմ։ Իսկ արտագաղթ եղել է ոչ թե հիմա, այլ արտագաղթ ոչ թե տասնյակ հազարներով, այլ 100,000-ներով եղել է այն տարիներին, երբ իշխանության էին իրենք եւ իրենց մտերիմ քաղաքական գործիչները, ում հետ համատեղ բիզնեսներ էին անում եւ իրար հետ ժամանակ էին անցկացնում։ Այսքանը այս անգամվա համար, հաջորդիվ կանդրադառնամ նաեւ մնացած պնդումներին, հայտարարություններին ու խոստումներին, իսկ դες լավոր եւ ինչպես ասում եմ գործընկեր Վահագն Ալեքսանյանը, խնդրում եմ տարածել այս տեսանյութը, որպեսզի ձեզ չկարողանան խաբել եւ ձեր մոտիկներին ու հարազատներին նույնպես։ Շնորհակալություն, լավ եղեք։